Ողջույն բարեկամներ, շնորհակալ եմ հետևելու համար, շնորհակալ եմ ձեր աջակցությունների համար, աջակցությունը ձեր կոմենտներն է, ձեր տարածելն է, ձեր ակտիվ մասնակցությունն է, պասիվ մասնակցությունը չէ, անգլերենում լավ խոսք կա engagement, որը նշանակում է մասնակից լինել, այո, վստահ եղեք, որ դա պատողները տալիս է, շատ մարդիկ, որոնք ձեզ են ճանաչում, տեսնելով, որ դուք դա հետաքրքրված եք, ձեզ կարդալով, ձեր կոմենտները կարդալով սկսում են ավելի շատ բանից տեղեկացված լինել, իսկ մեր գործը ընդհանրապես մարդկանց տեղեկացնել, լուսավորել, բացատրել, որպեսզի կարողանան այս խառը, այս շատ մանիպուլյատիվ միջավայրում քաղաքական կարողանան կողմնորոշվել։ Այնպես որ ես ձեզանից մեկ ակնկալիք մենակ ունեմ, տարածել ես հաղորդումը, գրել ինչ եք մտածում, ցույց տալ ձեր մտերիմներին, բաժանորդագրվել, որպեսզի մենք կարողանանք ստեղծել տեղեկացվածքների եւ իրենց սեփական անալիզներով եզրակացություններ եկածների մի շերտ, որը կարողանա դիմագրավել բոլոր հնարավոր մանիպուլյացիաներին։ Իսկ մանիպուլյացիաներից հիմա մենք սկսենք ամենաակնառուն։ Այսօր մեդիան խառնվեց եւ երկրորդ պլան անցան կարևոր գործողություններ մի բանի պատճառով, որ հայտնի ակտիվիստ ես անունն Արտուր Չախոյանի նկատմամբ բռնություններ կատարվել։ Մենք դրա մասին անպայման խոսանք, բայց ես ուզում եմ հաղորդումը սկսել քաղաքական մասով, որը մնաց ստվերի տակ, որը շատ կարևոր է։ Ինչու է կարևոր։ Որովհետև քաղաքացիական ակտիվիզմը շատ լավ բան է, շատ կարևոր եւ անհրաժեշտ բան է։ Ես իմ քաղաքական իսկ ասեի գործունեությունը սկսել եմ այդ քաղաքացիական ակտիվությունից, բայց անհրաժեշտ ոչ բավարար, դա անհրաժեշտ պայման է, բայց ոչ բավարար երկրում ինչ-որ մի բան փոխելու համար, քաղաքականով պետք է փոխվի։ Եվ այսպես ինչ կատարվեց մեր քաղաքական շրջանում, եթե այն ինչ որ կատարվում ազգային ժողովում կարելի ասել քաղաքական։ Չնայած ուզենք թե չուզենք դա այն ամբիոնն է, որ պիտի լինի քաղաքական, ինչ կատարվեց այս երկու օրվա մեջ։ Կատարվեց հետևյալը. Սերժ Սարգսյանի կողմնակիցները իրականացրեցին մի process, որը կոչվում է նախաձեռնություն Նիկոլ Փաշինյանի impeachment-ի համար։ Ես կասեի Սերժ Սարգսյանը արեց քայլ ձիով։ Եվ ես սպասում եմ թե խխնջոցը որտեղից պետք է լսվի։ Ես ակնկալում եմ, որ խխնջոց օրինակ լսվելու է Ալենի կաբինետից, կներեք, գրասենյակից, խխնջոց լսվելու է անպայման, ասենք Արսեն Թորոսյանի գրասենյակից, որտեղից լսվեց խխնջոցը, բայց ես չէի սպասում, որ խխնջալու է ամբողջ դաշնակցությունը։ Ինչ է դա այդպես վստահ ասում։ Այսօր երկրորդ անգամ արդեն Արտուր Խաչատրյանը, որ ներկայացնում է դաշնակցություն կուսակցությունը եւ ամբողջ խմբակցությունը իրենց կրկնում է, որ իրենց որոշումը երեկվա տապալել այս նախաձեռնությունը ճիշտ է։ Տեսնենք ոնց է ինքը հիմնավորում դա։ Ասում արդյունք թե գործընթաց, սա է խնդիրը։ Երեք ինձ պատասխան տված հարցին, թե ինչպես է վերաբերվում impeachment-ի նախաձեռնությանը, հստակ շարադրեցի, թե ինչ պայմաններ են անհրաժեշտ Փաշինյանի պաշտոնազրկման համար։ Ասացի, կրկնում եմ, անհրաժեշտ թվող պատգամավորների քվե եւ հուժկու ժողովրդական շարժում։ Պետք չէ Ռոտերդամսի լինել հասկանալու համար, որ այս պայմաններում բավարարման impeachment-ի գործընթաց այս պայմաններում, գործընթացը կտապալվի հենց սաղմնային փուլում։ Դու տեսեք ինչ է ասում դաշնակ պատգամավոր, ասում է մենք պետք է վստահ լինենք, որ անպայման impeachment-ը լինելու է, այսինքն ունենք երեք ասում ես 10-ից 15, ԿՊ-ական պատգամավոր, այսօր արդեն բարձրացել է թիվը 20, որոնք պատրաստ են դավաճանել Նիկոլ Փաշինյանին եւ հուժկու փողոցային շարժում։ Երբ որ ունենան, այն ժամանակ սկսեն գործընթացը։ Մի հարցնող լինի, դա ով պետք է կազմակերպի։ Այսինքն պետք է պատրաստ լինի, թե դու պետք է նախաձեռնես, որ դա ստեղծվի, պարոն Չակերտավոր ընդդիմադիր։ Հետաքրքիր է, չի ասում միջև այնտեղ չլինի ուժեղ շարժում, այսինքն ուժեղ շարժումը պետք է երկնքից մանանայի նման թափվի, մեկ էլ ԿՊ-ական պատգամավորները 3-10 այսօր արդեն 20, այդտեղ ձեր բարձրացնեն, գոռան, ասեն Արտուր Խաչատրյան, անպայման մի հատ process սկսեք, մենք պատրաստ ենք դավաճանելու Փաշինյան Նիկոլին, մենք պատրաստ ենք հրաժարվելու։
Եվ քանի որ ոչ մեկ չի գոռում, որ իրանք պատրաստ են հրաժարվելու, Արտուր Խաչատրյանն ասում է, չէ, դա արդյունք չի տալու։ Դա միայն կտապալի գործընթացը, այդ տապալումը թող տապալվի։ Պատկերացնում եք քաղաքական ուժ, որն ասում է, որ մասնակցեմ ընտրություններին, չեմ հաղթելու, որովհետև չեմ տեսնում այն բազմա 100,000-անոց ընտրազանգվածը, որ ինձ ձայն է տալու, եթե չեմ հաղթելու, մասնակցություն ինչ անեմ։ Պատկերացնում եք նման քաղաքական ուժ։ Եթե նման ձևով մոտենար դաշնակցություն ընտրություններին, ինքը պետք է ի սկզբանե չմասնակցել ոչ մի ընտրությունների, ոչ մի դաշինքով, ոչ միայնակ, ոչ էլ դաշինքով։ Գնանք առաջ տեսնենք, էլ ինչ է ասում։ Ասում է. Իմ մոտեցումը նոր չէ, միշտ եմ ասել դրա մասին, եւ ասում է ովքեր են կիսում, հա, պատիվուներն է կիսում նաեւ, հա։ Ասում է շատ կարևոր, ասում է կասկածելի զուգադիպության սկսել են հանրապետական կուսակցության ներկայացուցիչները արձագանքել։ Իհարկե պետք է արձագանքեն, բայց իրանք են սկսել process-ը, հա։ Ասում է արձագանքներից տպավորությունը, թե արդեն impeachment-ի շարժում է սկսել, արդեն նախաձեռնողները վարշապի տեխնացու են առաջադրել, որը ի վիճակի այսօրվա խորհրդարանում 54 ձայն հավաքել։ Այդ արդեն կան ստորագրողներ, մենք էլ չենք միանում, այսինքն Արտուր Խաչատրյանն ուզում է, որ միանգամից բոլոր 54 ստորագրողների ցուցակը տան իրան, նոր ինքը միանա։ Լավ, գնանք առաջ, հետո ես բաները կասեմ։ Հետո ասում է լուրջ, նախաձեռնողները իրենց աջակիցները այդ ինչ են արել, որ դեռ մի հատ էլ կողմնորոշվելու հարց են բարձրացնում։ Իրենք ինչ են արել, որ միգուցե իրենք պատասխանեն, թե ինչպես են տեսնում impeachment-ի հաջողության համար պակասող 20 ԿՊ-ականների ձայներն ու ապահովելու գործընթացը այս։ Այլապես հարցեր են առաջացնում։ Մի խոսքով ասում, ուզում եմ հստակ նշել, բայց Փաշինյանի պաշտոնազրկման հարցը միշտ եղել է մեր օրակարգում։ Մենք պաշտոնազրկել, թե չպաշտոնազրկել, մեր մեջ չի եղել դիլեմա երբեք կանգնած, բայց մենք ամեն ինչ անելու ենք, ոչ պաշտոնազրկվի, նույնիսկ process չսկսվի, հա։ Չի կարելի ինչ-որ գործողության գնալ, հանուն գործողության, ընդամենը հանուն ցիկիկ նկատելու, նույնիսկ ՀՀՇ-ի Գևորգին, տատիկի համար պարզ է ձախողման միակ շարժուն ով է լինել։ Դա է ուզում, ինքն արդեն որոշել է, որ ձախողվել է, Շահառունն ասում է Նիկոլն անելու, այլ որպեսի չձախողվի process-ը եւ Նիկոլը շահառու չդառնա, պետք չի սկսել process։ Ամբողջ պատմական շրջանում մեր քաղաքական միշտ նման կուսակցությունները, որ կողմ լինելով, չէ, դեմ լինելով միշտ կողմ են քվեարկել, դա դաշնակների հայտնի բան է։ Իրանք դեմ են, բայց միշտ կողմ են քվեարկում Փաշինյան Նիկոլին, էլ այսինքն ամեն ինչ անում են, որ Փաշինյան Նիկոլին ոչ մի բան չլինի։ Միշտ ինչ որ հենց մի բան հասունացել է քաղաքական շրջանում, տարածքում, ցանկացած նախաձեռնություն առաջինը ռմբակոծվել է ոչ թե թշնամական ճամբարից, որ ակնկալվում է, չէ, որ ԿՊ-ականները պետք է հասակվեն այս process-ի վրա, այլ էս ներսից, ով թվացial պետք է լիներ այդ process-ի ջատագովը։ Սա առաջի դեպքը չի։ Միշտ եղել ամբողջ քաղաքական դաշտերում դրված են այդ քաղաքական ականները, որ միշտ խոսում են միացումից, չգիտեմ, ճակատ ստեղծելու, սրա impeachment-ից, հեռացնելուց, բայց հենց գործը հասնում է իրական գործունեության, անպայման ասում է ոչ թե թշնամին է պայթացնում գործընթացը, այլ հենց ներսից նրանց ձեռքով, ովքեր ամենաբարձրն են գոռում, որ իրենց բանում չկա դիլեմա Փաշինյան Նիկոլին վռնդել թե չվռնդել, միանշանակ վռնդել, ասում եք չենք անի։ Հիմա գալիս է մյուս հարցը, ինչու Սերժ Սարգսյանը նախաձեռնեց։ Նախաձեռնեց, որպեսզի փչացնի դաշնակներին Ռոբերտ Քոչարյանի հետ։ Գուցե, ես չեմ բացառում, գուցե Սերժ Սարգսյանը համոզված է, որ դաշնակները, այսինքն Ռոբերտ Քոչարյանը երբեք թույլ չի տալու։ Ու դա անելու է հենց դաշնակների ձեռքով։ Բայց չէ որ կարող է լինել այլ տարբերակ, դաշնակները դենց էին չէին հանում, մնում են որպես ընդդիմադիր, չէին ասում, չէին հայտարարում, որ մենք դեմ ենք impeachment-ին, հա։ Այլ չէ որ կարող էին խելոք լինել եւ ասել դե սկսեցինք, չեղավ։ Ինչու չտալան գործը միջև վերջ, ինչու հենց այս վիճակով դաշնակների ձեռքով Ռոբերտ Քոչարյանը վիճեցեց այս process-ը։ Ամենայն հավանականությամբ իրանք գիտեն այն, ինչ որ մենք չենք տեսնում։
որ այո լինելու են այդ 20, գուցե 25 քպեական падգամավորները, որոնք թաքուն կողմ են քվեարկելու impeachment-ի գործընթացին։ Եվ այս ժամանակ պարզվել է, որ թագավորը մեր կա։ Ստացվեց, որպեսզի նույնիսկ դրան չհասնի, իրանք ասեցին. ցույց տվեք այդ 20 հոգուն, որոնք քվեարկել են Նիկոլ Փաշինյանի դեմ, մեկնոց սկսենք process-ը։ Դուք պատկերացնում եք, այսինքն 20 քպեականները, որոնք պատրաստ էին թաքուն համաձայնվել, իրանք պետք է մահապարտի նման գային ասեն, մենք ենք այդ մահապարտները, որ պատրաստում են սենց դուրս գալ Փաշինյան Նիկոլի դեմ։ Եթե մահապարտ լինեին, վաղուց դուրս էին եկել էլի Փաշինյան Նիկոլի դեմ, կամ գոնե ասենք խմբակցությունից դուրս կգային, վայր կդնեին մանդատները, հա։ Բայց մենք հասկանում ենք, չէ, որ տենց եթե տենց ուժեղ լինեն, իրանք այնտեղ չեն լինի ուղղակի։ Ինչու՞ն է կայանում քաղաքականությունը։ Քաղաքականությունը կայանում է նրանում ընդհանրապես քաղաքական գործունեությունը, որ դու չսպասես, որ պետք է հուժկու շարժում լինի, դու այդ հուժկու շարժումը ստեղծես, դու չսպասես, որ 20 դավաճանողը պետք է լինի, դու պետք է աշխատես, համոզես, գարանտիաներ տաս, չգիտեմ, աշխատանք տանես, որպեսզի հայտնվեն այդ 10-15 գալ առաջ, փրկեն երկիրը։ Քաղաքական գործունեությունը դա է։ Եթե պետք է ամեն ինչ պատրաստ լիներ ընդեր դրած, Դաշնակ Արթուր Խաչատրյան, դուք ինչն էիք ընդեղ պետք։ Այս ուրիշ երկրում կապրեինք էլի։ Եթե առանց ձեր միջամտության, առանց ընդհանրապես քաղաքական չակերտավոր եմ ասում, կազմակերպիչների ժողովուրդ հարթում միշտ դրսում լիներ, դուք ուշ ունեիք պետք ընդհանրապես դու։ Հիմա հարցս ուղղում եմ Սերժ Սարգսյանին։ Այն որ դու սենց շախմատի ձիու քայլալեցիր ու մենք լսեցինք խխնջոցներ ընդդիմադիր ճամբարից, հիմա հարց որն է քո հաջորդ քայլը։ Որը։ Արդեն դու ավելի հեռուն կգնաս, որ ապացուցես, որ իրանք ոչ միայն տապալեցին, այլև իրանք ամեն գնով մնալու են Նիկոլ Փաշինյանի կողքը, որպեսզի Նիկոլ Փաշինյանը կարողանա հասցնել այս սկսած կործանարար process-ը մինչև վերջ։ Որն է, արդյոք դու պատրաստ ես միակողմանի առանց իրանց հարցնելու քո խմբակցության մանդատները վայր դնել։ Ասես տեսեք ժողովուրդ ջան, իմ падգամավորները մանդատները վայր են դնում, այս դաշնակներն են Ռոբեկի հետ։ Իրանք են, ես չեմ։ Ճիշտ է, մենք անդիմադիր ենք կոչվում իրար հետ, բայց իրական անդիմադիրը ես եմ, սրանք են, որ ոչ միայն հայտարարում են, վիժեցնում են process-ը, այլ նաև մնում են խորհրդարանում։ Ես չգիտեմ սան կգնաք թե չէ, բայց ինձ թվում է, եթե խաղը սկսել եք, պետք է հասցնել միջև վերջ։ Այլապես միայն դաշնակներին sense փչացնելով շատ բանով չի տուժելու Նիկոլ Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանը ման ինչ տարբերություն, դաշնակները փչացած են, ավելի փչացան, թե այն նախկին մակարդակի վրա են։ Շատ բան չի փոխվում Նիկոլ Փաշինյանի համար, հայկական իրականության համար նույնպես։ Մեկը առանձնապես մի ոչ վստահություն կար դրանց նկատմամբ, ոչ էլ սեր։ Հիմա ինչ կանի Սերժ Սարգսյանի հաջորդ քայլով, ես չգիտեմ, բայց ես կառաջարկեի, եթե շախմատի օրենքն է, ձեռս տվել պետք է խաղաս։ Գնաս միջև վերջ։ Ու ասես, դուք տապալեցիք, ես հրաժարվում եմ ձեր հետ լինել որևէ կոալիցիայի մեջ եւ ընդհանրապես նույն պարլամենտում ես մանդատները վայր եմ դնում, որպեսզի ստեղծեմ խորհրդարանական ճգնաժամ։ Տեսնենք, կանես թե քո նպատակը ընդամենը այս դաշնակներին փչացնելն էր, իմանալով հանդերձ, որ նրանց են փչացնելու։ Ռոբեկի ձեռն է, չէ՞, ինքը ուրիշ падգամավորների ձեռքով կարող անել, բայց ասես չէ։ Ձեր ձեռքով պետք է լինի։ Ինքը ունի չէ՞ էլի падգամավորներ ուներ, որ դա միակը չէ։ Տեսնենք Սերժ Սարգսյանը ինչ կանի։ Իսկ հիմա մյուս հետաքրքիր նորությունը, որ պարզվում է այս process-ին նաև չեր միանալու Սերժ Սարգսյանի կողմից Նիկոլ Փաշինյանի կողմից նվաստացրած բազմակի նվաստացրած Արամուսի բրենդի падգամավոր տեսակը։ Այսինքն ինքը հայտարարում է, որ ես չեմ միանալու։ Ինչ է սա կարևոր։ Որովհետև հենց մեկը դուրս է գալի ԿՊ-ից, մեր ժողովուրդը այն մանկական միամտությամբ մտածում է, որ հեսա, վերջ, հեսա սանք դուրս եկան այդ խմբակցությունից։ Դարան ընդդիմադիր, տեսեք հեսա Նիկոլի վիճակը ինչ է լինելու։ Ժողովուրդ ջան,
դուս գան, չգան, իրանք բոլորը կապված են հանցագործությունների այնպիսի թելերով, ինքնել են, Հակոբնել են, Ասլանյան, բոլորը, ասիկե այնքան թելերով են իրար հետ կապված, որ այդ իշխանությունը գնելու դեպքում, միջև վերջի դաշնակը գնալու է բանտ, միջև Քոչարյան գնալու է բանտ, իրանք չեն անելու, իրանք չեն տապալելու Նիկոլ Փաշինյան, իրանք չեն գնալու նրան դեմ, որովհետև իրանք բոլորը նույն նավի մեջ են։ Հետաքրքիր է, որ գրում է Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի առանցքի շուրջ։ Ինչ է Ռոբերտ Քոչարյանը չմիացավ Սերժ Սարգսյանին, ու նեսօ կարայի չմիանայիր Արամուսի լավ, դուք ընտրեք արդեն ինչ։ Նեսօ Ժողովուրդ ջան, այդ չի առանձնապես ոգևորվել սրանցով։ ԲԴԽ-ն բավարարեց դատավոր Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու եւ ազատությունից զրկելու միջոցնությունը ԲԴԽ-ն։ Իսկ դրանից մի քանի ժամ առաջ գոռում էր. Ոնց սրանք ով են, որ ինձ բան անեն, տապալաստան են, ասում է, ով ինձ կարա տապալի, գլուխները պատով կտան ինձ տապալողները, եղավ, ինձ ով կարա տապալի, ես եմ սաղ կյանքս բոլորին գետնին տապալել, ասում է այս արդեն գետնին տապալված քրեական գործը վրեն Արտուշ Գաբրիելյանի։ Սրանց թվում է, որ իրենք անմնացող, ասենք են Արամուսի բրենդի պատգամավոր տեսակի հիմա, պատգամավորի շորերի մեջ, բայց Արամուսի բրենդը։ Կարտոֆիլի նկատնում, ուզում եք ասեք գյազար, իմ ամեն մեկը։ Ես թվում է իրենք անսահման ծառայել են բոլոր դավաճան ռեժիմներին, իրանց վրա ոչ մեկ ոչ իման չի կարող անել։ Չէ, այդպես չի։ Հակառակ, դուք ինչքան շատ եք նվիրված, ձեր վրա քրեական գործերը այնքան ավելի շատ են։ Շարժառիթը ինչ են հիմա դատում, ինչ են քրեական գործառույթը, շատ տարբեր կլինի։ Մեկին իր աշխատանքն է պետք, մեկին գուցե իր բիզնեսն է պետք, մեկին գուցե, չգիտեմ։ Ես չեմ ուզում նա մասին խոսամ, բայց իմացեք, ամբողջ համակարգը նույն մեխանիզմով աշխատում։ Ում երբ պետք եղավ։ Ում երբ պետք եղավ։ Ուզեն կաշխատի, չեն ուզի չի աշխատի, ուզեն կդատեն, ուզեն չեն դատի։ Առիթ եւ պատճառ ինչքան ուզես։ Այս կամպրոմատների մեխանիզմը նոր չի, այս երկրագնդի նման հին է։ Երկրագնդի նման հին է այս կամպրոմատ։ Ասենց է իր գործունեությունը արել միշտ։ Ումից եք ուզում։ Նորագույն պատմության մեջ չեն լավագույն օրինակը ձեր Ստալինները։ Երբ որ Եժովի գլուխներ պետք ուտել, նոր մարդեր բերում, երբ որ Եժով իրան պետք էր մնացածի գլուխը ուտել, Եժովն էր անում։ Ինքը հերթափոխով միջև Բերիա, միջև այսպես բերում էր, սև գործեր անել էր տալի, հետո ասում էր, ոնց որ շատ ես արել, ոնց որ լավ չես արել, կամ շատ ես արել։ Դան է վերացնում, Եգոդա, Եժով, Բերիա, այս նույն մեխանիզմն է, միջև հիմա էլ գնում է։ Ու ինքը գնալու է, որտեղ դա մարդկության նման հին է։ Սա ամենահին մասնագիտություններից մեկն է։ Այս կոռուպցիան եւ կոռուպցիայի շրջանակներում կամպրոմատներով կառավարելը, սա ամենահին մասնագիտություններից մեկն է նաեւ։ Նենց որ Արտուշ Գաբրիելյանը, բայց դա չի նշանակում, որ դու կնստես։ Ես այդքան էլ միամիտ չեմ։ Որի կարող ունեցվածքիդ կեսը 10, որտեղ ասենք ինչ որ մեկի քո ունեցվածքի կեսն է պետք։ Հենց այդպես։ Հա, ասենք, դες նոր նախարար է, չէ՞, արտարադատության։ Հիմա ասենք կարող է մի քանի միլիոն պակասում է։ Ես վստահ եմ, որ դու չես նստելու։ Որովհետեւ ինչքան ունեցվածքից կզրկվես, սա է խնդիրը։ Դες թողում են, կերակրում են, որ չաղանան, հետո ասում են անիստեր։ Այսքանը պետք է 10, կամ ամբողջը պետք է 10, կամ ամբողջը համ պետք է 10, համ պետք է նստես։ Չգիտեմ։ Ճակատագիրը ոնց կբանանի, բայց բռնելու տեղ չունես։ Առանձնապես, որովհետև դու հանցագործ ես։ Ասում է ես եմ տապալել։ Ինձ էլ թվում էր, մեզ էլ միամիտներից թվում էր, որ դատարանում աշխատում է օրենքը, դու մի ասա։ Դա Արտուշ Գաբրիելյանն է, ինքն է տապալում, ոչ թե օրենքը։ Պատկերացրեցիք։ Հիմա անդրադառնանք Արտուշ Գաբրիելյանին։ Բիադենքին ասեմ, ես իր ասելու բան ունեմ, եկել եմ Բիադենքին ասեմ, որից հետո առասարակ տեղի ունեցածը չխառնենք հանրային քննարկման հետ։ Մեկը մյուսը ոչ մի անձնական խնդիր չեն քննարկում, հանրային քննարկումը, խնդրում եմ դահլիճ մտեք, այնտեղ մնացածը որոշիչ տեղ։ Դուրս չի գա։ Դահլիճի չի գա։ Ինչի համար։ Բան ունեմ ասել։ Ես էլ քեզ բան ունեմ ասելու, բայց առանց կամերայի հետո, արի։ Առանց կամերայի հետո։
Լավ, հետո Եկոնը փորձում ես վիրավորես մարդկանց պատասխան տաս դրա համար։ Ես շենքի բոլոր տղեկին ես վիրավորել։ Մունատ չգաք, մի բարձացեք, ես ձեր հետ հանգիստ եմ խոսում։ Արի հանրային քննարկում ավարտենք, հետո իրար հետ խոսանք առանց կամերա եղավ։ Պատրաստ եմ։ Դու լավ տղա ես։ Լավ տղեն դու չես։ Մի խոսքով։ Ով է Արտուր Չախոյանը։ Արտուր Չախոյանը երիտասարդ, որը կամերան ձեռքը ամբողջ օրը ցույց է տալի այս կառավարության որակը, իրական պատկերը։ Դե ես քաղաքական մասն եմ վերլուծում, մարդկանց քաղաքական մասեր կան երևի հետաքրքիր չի, ավելի շատ հետաքրքիր է վերելակը կամ միջանցքը, ասֆալտը, բորդուրը, աշխատում է թե չի աշխատում, ամեն ինչ նորմալ է։ Ես երբևէ չեմ անդրադարձել մեծ հաշվով Արտուր Չախոյանի գործունեությանը, ես մտածում եմ, որ քաղաքացիական սեկտորը ինքը շատ լավն է, շատ կարևոր է եւ ինքը պետք է ինքնուրույն զարգանա եւ ինչքան ինքը ինքնուրույն զարգանա, ինքան լավ։ Բայց եթե բան կա, աջակցելու կա, իհարկե պետք է աջակցել քաղաքացիական սեկտորին, որովհետեւ ինքը ցույց է տալիս տեսանելին, sense ասել, իմ վերլուծությունները վիրտուալ է։ Այսինքն գուցե մարդու հետաքրքիր չի նույնիսկ, բայց ենթադրում եմ, որ Արտուր Չախոյանի, ասենք, այսօր մատով ասֆալտ պոկելիստումը շատ ավելի հետաքրքիր է շատերի համար, քան ասենք կամ կարծիքը նույնիսկ։ Ես դա նորմալ եմ համարում։ Եվ պարզ է, որ Արտուր Չախոյանի այս գործունեությունը, որ ցույց է տալիս, որ այս պետության մեջ նույնիսկ ծաղկաման չեն կարողանում սարքել, չեմ ասում ասֆալտ փռել, չեմ ասում շենք սարքել, քաղաք սարքել, մետրո, թունել, այդպես բարդ բաներից չեմ խոսում։ Դա ուղղակի դա մասին մտածելը արդեն վտանգավոր է, չեմ ասում սարքելը, հա։ Բնականաբար Արտուր Չախոյանի այս գործունեությունը շատերին հասցնելու էր լարվածության այն աստիճանին, որ սա պետք է իրականանալ մի խոսքով, մի օր, ինչի մի օր անպայման, որովհետև մեր մոտ ինչքան ուզում ես ցույց տու, որ մարդը հանցագործ է։ Ոչ մի հետևանք չի ունենում։ Այսինքն այս տեսարանը չէր լինի երբևէ, եթե Արտուր Չախոյանի առաջի հայտարարությունից հետո քրական գործ կազմակերպեր, գնար ասել, ով այս ասֆալտը արել, արեք ստեղել է։ Ո՞րն է այս պարամետրները։ 5 սանտիմ պետք է լիներ, 10 սանտիմ պետք է լիներ, տակը բետոն պետք է լիներ, ուր է այս ամեն ինչը։ Այս սրան չէր հասնի, արդեն թաղապետի բոլոր աշխատողները, թաղապետարանի, քաղաքապետարանի բոլոր աշխատողները, նույնիսկ ես չեմ ուզում զավենի քուր ասեմ այս տխմարին, չէ, մի քիչ այդ բանը դուրս չի գալի, այդ միտքը, հա, ինչ անշուշտ քուր լինելը վատ բան է, չէ։ Նույնիսկ եթե դա տղու մասին են ասում, կարծես ականջից լավ չի նստում, էլի։ Ես կասեի իրան Նիկոլի Հարճ, որը համատեղության կարգով Վազգեն Սարգսյանի եղբայրն է։ Մի խոսքով, այս Նիկոլի Հարճը իր քաղաքապետի, իր թաղապետի հետ, իրանք վաղուց բոլոր միջոցները առած կլինեն, եթե առաջի իսկ Արտուր Չախոյանի բացահայտումներից հետո դատախազությունը գնար, քննչականը գնար, քրեական գործեր հարուցվեին, ասին ես ինչ եք անում, այլանդակ չեք, այս ինչ յուրացումներ է խայտարակ մասշտաբների, Արտուր Չախոյանը այսօր չէր հայտնվի Վազգենի եղբայր համատեղության կարգով Նիկոլի Հարճ կուսակցության թաղապետի գրասենյակում։ Ինքը չէր հայտնվի ուղղակի, որտեղ այս թաղապետը միանգամից իր հարմար տեղը մտած, ամեն ինչ արած կլինի այնտեղ, այնպես որ բողոքներ չներ իր նկատմամբ։ Բայց կանի որ մեր պետության մեջ, եթե ասենք դու Նիկոլի Հարճի կուսակցության թաղապետն ես, բնականաբար եթե դու թաղապետ ես, կամ պետք է Նիկոլի Հարճը լիներ, կամ Նիկոլի Հարճի կուսակցության ներկայացուցիչ պետք է լիներ, հա, ուրեմն դու կարող ես ինչ ուզում ես անել։ Ինչ ուզում ես արա, ով է հետևիցդ գալ, ուզում է ցույց տան, որ ցույց են, դու պետք է ասեն, չգիտեմ, պատշարեիր, բայց ասեն ցից ես տնկել, գալիս են նկարում են ասում են ցից է տնկած պատի դեմ, տեղը էլի մեկը հետևանք չի լինում, չէ՞։ Բայց կան ամբողջ երկիրն էս վիճակի մեջ է, բնականաբար այս քաշքշուկը պետք է լիներ, այս ծեսկրտուկը պետք է լիներ, եւ ամենազավեշտալին գիտեք որն է, որ ոստիկանները ձերբակալեցին հենց Արտուր Չախոյանի։ Ֆենոմենալ։ Ընդ որում գլուխը ջարդած։ Հետո տեղափոխեցին հիվանդանոց։ Բայց ոչ մի հետևանք այս Անջելոս կուսակցությունն է։
սրա կուսակցությունը, որ ասում է մեր առջև թուրքական աղերի շուկա է բացում, մենք պետք է մտածենք ինչ վաճառել, ոչ թե մեզ ինչ կանեն։ Այս տրամաբանությամբ աշխատող, մտածող, գործող Նիկոլի Հարճը, համատեղության կարգով Վազգեն Սարգսյանի եղբայր, դրա կուսակցությունը, դրա մտածելակերպը, դրա շրջապատը, դրա ընկերներով պետք է լինեն բնականաբար իրենց նման, չէ՞։ Ու դրանից հետո սա դեռ խոսում է, ես ինձ պահել եմ այնպես, ինչպես կպահել ամեն նորմալ հայ մարդ։ Հիմա գալիս եմ ամենակարևորին։ Այստեղ ես չեմ կարող չասեմ։ Ու տեսեք, մարդ կարող է լինի կոռուպցիոներ, մարդ կարող է լինի իր ընտրությամբ, դավաճան, սրիկա, ինչ ուզում է լինի։ Բայց երբ որ ինքը մտածում է ինքը մարդ է, նաև ամեն նորմալ մարդ, նորմալ ընդ որում հայ մարդ, ասում է ես պահել եմ այնպես, ինչպես են նորմալ հայ մարդ։ Բայց դու քեզ պահել ես ինչպես ԿՊ-ական։ Դու ո՞ս կարող ես նորմալ հայ մարդ լինել, երբ դու արդեն ԿՊ-ական ես։ ԿՊ-ական չես, լավ, Վազգենի ճորտի, չէ, Վազգենի եղբայր համատեղության կարգով Նիկոլի ճորտի կուսակցության ներկայացուցիչ ես դու։ Հա, դու ԿՊ-ի հետ ես ասոցացվում։ Դու իրանց մարդն ես։ Դու ո՞նց կարող ես քեզ հաշվել նորմալ մարդ։ Ո՞նց կարող է մեկ իրան համանի նորմալ, որի համար էական չի ան ինչ կանեն, կարևորը Թուրքի հետ առևտուր անեն։ Հա, նորմալ։ Ինչ է նշանակում նորմալ։ Այստեղ ուղղակի կարելի է փակագծերը բացել եւ ասել հետեւյալը։ Ցանկացած մեկը, ես հիմա ամենայն պատասխանատվությամբ եմ ասում, որը ասոցացվում է այս կառավարության հետ, որը աշխատում է իրանց համար, որը աջակցում է այս կառավարության հետ, իրան չի կարող ինքը նորմալ, այնը չեմ ասում հայ, այնը չեմ ասում տղամարդ, ինքը արդեն դե այստեղ պետք է ասեմ աչոտով, սա արդեն պատմական է, էլի, ես առանց բանը փաստերի չեմ խոսում, էլի։ Մի խոսքով, աչոտով նրանցից է։ Այ ոչ չի կարա լավ մարդ լինի, լավ տղա, լավ մարդ, լավ տղա։ Չի կարա լինի ուղղակի։ Իր այս վրա այս խարանը, ԿՊ-ի խարանը, Նիկոլի ճորտի խարանը, Նիկոլացինի խարանը արդեն կա։ Դուք չեք հասկանում դուք ով եք, թե ձեզ հիմարի տեղ եք դրել։ Դուք կարող եք ձեր նման իդիոտերով շրջապատված եք, այն որ ասեք քո խաթր, քո աշկի լավ երևալամոտ, քո բաժնի պետք ինչ չգիտեմ էլ ով է, հա։ Կան ասենք Արտուր Չախոյանին հետևից խփի։ Ամեն ինչ հնարավոր է, մենք ամեն ինչ տեսել ենք։ Մենք ամեն ինչ տեսել ենք։ Այնքան շակալ ենք տեսել կյանքներից մեջ, որ արդեն առյուծների իրական առյուծների դեմքն ենք մոռացել։ Դա էլ կարող լինի, բայց չի նշանակում, որ շակալները շատ են, իրանք դառան առյուծ։ Ոչ։ Բայց շակալի գործն էլ դա է, չէ՞։ Հետևից կծի, հետևից խփի, հա։ Դուք կարաք շակալ լինեք, բայց դուք մարդ չեք կարող լինել, այն էլ լավ։ Դա մեզ ամենապատասխանատվությամբ ասում եմ։ Դուք արդեն այդ պեչատը ձեր վրա ունեք, որը կոչվում է Նիկոլացին։ Վերջ։ Դե հիմա դուք գնացեք մտածեք, դուք կարաք լավ ապրեք, թե չէ։ Սա էլ է մյուս հրեշնա Նիկոլի Հարճի համատեղության կարգով բանի Վազգենի եղբայր։ Ինքը հպարտանում է, հպարտացել է իր թիմով, հա, որպես հայ տղամարդիկ, ոնց ծեծեցին դրան հայ տղամարդիկ։ Ո՞նց ես մի բան եմ ուզում, ասեմ, մի պահ պատկերացեք ձեր հետ լավ տղեկով, այդ շակալներով, ինչ ա լինելու ձեր հետ, ինչ կարա լինի ձեր հետ, եթե մի պահ, ասենք ոստիկանները որոշեն ձեզ չպաշտպանեն։ Ընդհանրապես մի մարդ, որ իր պաշտպանությունը հույսը դրել է միլիցու վրա, մուսրի, այն որ օրվա կուրսով է աշխատում, ինքը օրվա ղեկավարն եղավ, իր ենիչերին է, իր մահակն է, հա։ Այսօր որ դուք sense հանգիստ եք այդ ոստիկանների կողքով շարժվում, ժամանակավոր է, շատ ժամանակավոր է։ Դուք պատկերացեք ինչ ա լինելու ձեր վիճակը, եթե մի պահ իշխանությունը հանկարծ Հայաստանում փոխվի։ Ու դա լինելու է sense թե ու դա լինելու է մաքսիմում դա ամենալավագույն, ամենավատագույն տարբերակն եմ ասում, ամենա 1 տարի։ Բայց դրանից հետո դուք ինչ եք անելու։ Մի հատ պատկերացեք էլի։ Հետո դուք կմտածեք, դուք կարաք կոչվեք լավ տղա, թե չէ։ Դուք կարաք ձեզ անվտանգ զգաք։ Այն ժամանակ զգաք դուք ինչ արժեք իրականում։ Նե խնդրեմ լսեք։
լրագրողներին ազատությունն այնտեղ տեսնում եմ, կոչում է Քոչարյանի տուզիկներ ու փախնում մտնում է իր սենյակը։ Մենք ելել ենք խոսացել այս մասին, մեդիայի նկատմամբ վերաբերմունքը, վստահությունը եւ այլն եւ այլն։ Ցանկացած պարագայում, եթե մարդը երբեք այդպես բան իրեն թույլ չի տա։ Ցանկացած պարագայում ինքը կնստի համբերատար հարցերին կպատասխանի, որտեղ լրագրողի գործը հարց տալն է։ Հիմա այդ մարդու գործը ուրիշ բան չի։ Լրագրողի գործը հարց տալն է, ընդ որում անենց հարց, որ պատասխանողը հնարավորինս դժվարանա պատասխանել, որովհետև դա է լրագրությունը, նույնիսկ եթե ինքը վատ լրագրություն է, բայց իր գործը դա է անենց հարց տա, որ դիմացի օպոնենտը Մոսկվից 412 նման 12-ի կարոպկի նման խառնվի, հասկանում եք։ Սա մասնագիտական տեսակետ է։ Այն ինչ որ վերաբերվում է, որ մամուլը ինքը սենց առանձին կուսակցականացված է, այդ դա էլ է փաստ, ես չեմ արտահայտում ես հրեշին, այս հրեշին չէ։ Ես ուզում եմ ուղղակի այս դեպքերից հետո մեր լրագրողները ուղղակի մի քիչ մտածեն այդ մասին։ Ես գիտեմ, որ սենսներից իրենք աշխատում են այդ թերթերի համար, ուզեն չուզեն այդ փաստը կա, գոյություն ունի, բայց մի քիչ մտածեն։ Ասենք իրենց լրագրողական գործողությունը այն մասշտաբի, այն որակի վրա է, որ անկախ նայած ինքը որ թերթում է աշխատում, իրանք չասոցացնեն այնպես կոպիտ խոսքերով, չասեն դու սրա տուզիկներն ես։ Իհարկե, նույնիսկ եմ ասում, այս բառը օգտագործել Քոչարյանի տուզիկ լրագրողի նկատմամբ, սա խոսում է ինտելեկտուալ զարգացման ցածրագույն միաբջիջ աստիճանի մասին։ Բնականաբար նույնիսկ եմ ասում, Նիկոլի Հարճ համատեղության կարգով Վազգենի եղբոր կուսակցության ներկայացուցիչը քաղաքապետարանում չէր կարող ուրիշ ձև լինել, չէր կարող մեկը նայն թաղապետան անես պետք է լիներ, իր ներկայացուցիչի քաղաքապետարանում նման պետք է լիներ, ուղղակի հիմա հարց եմ ուզում տամ նրան այն մարդկանց բոլորին, ովքեր սրանց ձայն են տվել։ Ապա ձեր արածը ոնց կարելի է դրանց ձայն տալ, ընկերներ ջան։ Մենակ չասեք դուք չգիտեք սրանք ովքեր են։ Չի կարող մարդը լինել, ասենք 40-50 տարեկան ու պատմություն չունենա հետևում։ Այսինքն պատկերացնում եք Հայաստանի պատմության մեջ մեկը գալիս է ասում է ես վաղ ուզում եմ դառնամ քաղաքապետ։ Կարող ասի, չէ, բայց հաստատ ինքը անցյալ ունի, չէ, այդ անցյալը կա, ինքը հենց նոր չծնվեց։ Այսինքն մարդ որ ձեն է տալի, ոչ թե տալիս է, չգիտեմ, ինչ գույնի կոստյում է հագել կամ ինչ բութ դեմքի արտահայտությունով ինչ հիմա բաներ է խոսում, չէ, դրա չէ։ Նայում են, սենց է, ով էր, ինչ էր անում, ոնց է ապրել իր կյանքում, ում կողքին է եղել, հիմա ինչ է խոսում, երեք ինչ էր խոսում, անալիզ են անում, վերջում են նայում են ինչ առաջարկում, չնայած էական է ինչ առաջարկում, որովհետև բոլորը գերում են մի բան, անում են դեռ ուրիշ բան։ Չէ։ Նոր ձայն են տալի։ Հիմա ես ուզում հարցնեմ էլի, այս մարդկանց ձայն տվողներին։ Նիկոլի Հարճին ոնց կարելի է ձեն։ Ոնց։ Այնպես որ այնտեղ խոսակցությունն եմ հիշում, որ ասում էր Աստված մեր տվել է Նիկոլ, որպեսզի մարդը հիշի, թե ոնց կարելի է չլինել։ Չէ, այդպես չի։ Մարդը ինքն է ստեղծում իր միջավայրը, ինքն է կերտում իր ճակատագիրը եւ ընդհանրապես մարդը ինքն իր ճակատագրի դարբինն է։ Եթե նույնիսկ այդպես չի, շատ օգտակար է այդպես մտածել։ Որովհետև որ մարդը մտածում է, որ այն ինչ որ իր հետ կատարվում է, ինչ որ իր շրջապատվում կա, ինչ որ ինքը ունի, ինքն է ստեղծել իր համար, ինքը սկսում է ուրիշ ձև վերաբերվել դրան։ Ինքը հասկանում է, որ ինքն է ճակատագրի տերը, ինքը պետք է, եթե դժգոհ է, պետք է փոխի ինչ-որ մի բան։ Իսկ եթե մարդ դա չի անում, ինքը դառնում է իր կյանքին կողքից դիտորդ, մաքսիմում ինչ որ կարա անի, մունատ գա պետության, կառավարության, ընդդիմության, իշխանության, եղանակի, ամեն ինչի վրա։ Դա եմ ասում։ Մենք ենք մեր ճակատագրի տերը։ Չէ՞ որ այս Նիկոլի Հարճին ձայն տվող եղել է ոչ թե Աստված, մարդ։ Հիմա այս տեսանյութն եմ ուզում դուք նայեք։ Ինչ ես փողերը նկարի, հա, որ ինչքան փող այս աշխատեցել, այ բողոն մելի սովասներ։ Հետաքրքիր է, կին, բարիքով կին, նկարողին ասում է փողը, փողիդ նայի, այ բողոն մելի սովասներ։ Ես տեսա, ասում եմ տեսնես,
Հետո պասից լրագրողներ են նկարում։ Ձեր նմանները քայքայեցին երկիրը։ Ընտրություն կլնես, կլնի չես ընտրի, ոչ թե ակցիա կանես։ Այս ես մտածում ես տիկինը դեմ ակցիայի։ Ես Քոչարյանի բարբաստել եմ, Սերժիել, Նիկոլին էլ հեղափոխությանը մասնակցել եմ, այո, արել եմ, այս հիմա ինչ է ակցիանում, ընտրություն կա, ես Ամիքանյանից ամենացել։ Ես անել եմ, Վիկտորի ընտրություններին էլ մասնակցել եմ, այդ ամեն ինչին մասնակցել եմ, ընտրություն կլի չես ընտրի կամ կընտրես, բայց հիմա ակցիան չես անում։ Ասում եմ, բայց Նիկոլները չեմ նույն բանն անում, ասում հա եղել, բայց դու մեն չես անում։ Հետո երկար բարակ խոսալուց հետո մի քիչ գնանք առաջ։ Ինձանից շատ չէ, սա քաղաքականության մեջ։ Այն մարդ Նիկոլը փողը չի եկել, Նիկոլը ժողովրդի ձայնով է եկել, հրապարակում ես կանգնած եմ եղել մեկ շաբաթ։ Այն մարդ հարկեր ուրիշ բան է, հիմա մի ընտրի, բայց մի ասա ինչով է եկել։ Լավ արել է։ Հիմա կարող է խապել, չես ուզում, տիկին ջան, չես ուզում, մի ընտրի իրան այլևս։ Հիմա եթե դու լավ թեկնածու ունես, Քոչարյանն նա գլուխը բարձրացել, են թուրքի լամուկը։ Այո, Քոչարյանն գլուխը բարձրացել, իշտ էլ բարձր է։ Արհայրան, այս Հայաստանի բաները իրան։ Ով է թուրքը, ոնով են թուրքի լամուկը, Սայիդի տղեն։ Քոչ բանը Նիկոլ Փաշինյանին այնքան օգտակար մարդ չկա, կերպար, օգնող, թե դաշնակների ձեռքով, թե փողոցում, թե լրագրողների ձեռքով, ինչքան Ռոբերտ Քոչարյանը։ Չկա, այտենց օգնություն, նույնիսկ ամբողջ ԿՊ կուսակցությունն այդքան չի օգնում Փաշինյան Նիկոլին, ինչքան Քոչարյան Ռոբերտը։ Լրագրողներ չեն, չեք հասկանում դա։ Դա պարզ չի ձեր համար։ Վերջը այս բանը, այդ վարված եք տղուցը, համաշխարհային լրբեր, հայոյանքներ չուզում ամբողջը ցույց տամ, դե գնում եմ հատ եկա կաշա։ Պարզվում ասա Վագն Ալեքսանյանի մայրն է։ Ես ոնեսի տեսա, ես չեմ ուզում ձեզ ծանոթացնել, դու կարող ես երևի տեսել եք արդեն։ Ես միանգամից հիշեցի ընդհանրապես այս վերջերս չէ Աբինյանի համբալները, որ բոլորին համբալ էր ասում, ինչքան օպետ քշող կա։ Հետո այն Կոտոշավոդի մորը, որ բալկոնից է պատշգամբից բոլորին միջի մատներ ցույց տալիս։ Ես մտածում եմ, ես նայում եմ։ Հետո իա տաղում, որ ձեռները բռնել էր տալի, որ մեկի դեմքին չի, հա։ Հետո դատախազին, որը կասեր, դա մեջ ոչ մի բան չկա։ Ես մտածում եմ, այս ժողովուրդ ջան, բա ինչ եք ուզում։ Եթե դուք լուրջ մտածում եք, որ այդ ծնողներից ուրիշ ձևի մարդիկ էին դուրս գալ։ Ինքը Սերժիցան դժգոհ է տիգինը, ասում է Սերժիցան զզվե, Քոչարյանցը զզվե, որ իր տղեն աշխատում էր դրանց համար։ Իր տղեն Վագն Ալեքսանյանի կենսագրությունը կապված է եղել ուղիղ դրանց հետ, որ Վագն Ալեքսանյանը ով է եղել։ Ինքը չգիտի իր տղեն ով է եղել։ Հիմա ես հիշում եմ բանը, հոգեբանների բան կար, պրակտիկա կար, որ փոքր երեխային տանում էին հոգեբանի մոտ, ցանկացած հոգեբան ուզում էր առաջին հերթին շփվել ծնողի հետ։ Ես մի օր որ հարցեցի ինչով է դա պայմանավորված, ասեցին որովհետև միջև չբուժենք ծնողին, մենք չենք կարա բուժենք, օգնենք երեխային։ Հիմա սա է, դուք ինչ եք լուրջ մտածում եք, որ ասենք դրանց այդ ծնողներից ուրիշ բաներ դուրս գալու։ Չի լինում։ Ասենք չէ, մեկ լինում է բնությունը շատ դաժան կատակներ էլ անում, ասենք կարա լինի հանճարեղ ծնողներից սրիկա դուրս գա եւ հակառակ, հա, ոչինչով չփայլած ծնողներից մի հանճարեղ փոլիկ շատ հազվադեպ բնությունը տես դաժան կատակներ անում, բայց հիմնականում մարդիկ կրկնում են այն, ինչ որ տեսել են ընտանիքում, ինչ որ լսել են, ինչ բարոյական արժեքներ ստացել են, ժառանգություն, դա էլ փոխանցում են։ Ու այդպես փակ շրջանը, փակ։ Բոլոր վատ սովորությունները, բոլոր հիվանդությունները ընդորում, հա, որտեղ հիվանդությունը հիմնականում մտքից է, դա ֆիզիկական չի։
բոլոր վասովությունները, հիվանդությունները, խոսույթը, լեքսիկոնը, վարվելակերպը, ամեն ինչ ժառանգական է, ու դա շատ փակ ցիկլ է։ Ամեն մարդու կյանքի մեջ կարող է ասենք գիտակցական կյանքի մեջ աշխատելով ինքի վրա փոքր կոռեկցիաներ անի, փոքր ուղումներ։ Իհարկե մարդը ինչքան կամքը մեծ է, ինչքան իր վրա աշխատում, այնքան մեծ է հավանականությունը, հա, որ ինքի վրա ինչ-որ բան կփոխվի, բայց հավատացեք, որ 5-10% են մարդը կանց այդ մասին նույնիսկ մտածում։ Դա մանավանդ ասում շատ փակ շրջան է, ինքը փակ շրջան է, տեսել է, կրկնում է, երեխեն տեսել է, բայց պապոն նայում ես, թորան նայում ես, քեզ նման նույն մարդիկ են, նույն մարդիկ չեն, ուղղակի նույնն է լսել, նույնը կրկնում են։ Հիմա այս անցված չեմ ուզում բան անեմ, կենտրոնանեմ, բայց խնդրում եմ ձեզ ուղղակի հաջորդ ընտրությունների կամ չգիտեմ, սա կարող է նաև ձեր սովա կյանքին վերաբերվի, զուգընկեր, զուգընկերուհի, պարտնյոր, գործի մեջ, չգիտեմ, ցանկացած ընկեր, անպայման նայեք ծնողներին։ Լավ խոսք է, չէ՞, հայկական ասում, գոնե աղջիկ ուզելու մորը նայի, որտեղ հենց նա չեն ասել, որտեղ այդ աղջիկը ի վերջո 90% կրկնել է մորը։ Տեսեք, չեմ ասում 100%։ Գոնե 90% կրկնում է մորը։ Ինչ տեսել է, այն փոխանցելու է։ Ուզի չուզի, դա ենթագիտակցական մակարդակիր է։ Նորից եմ կրկնում, բնության այն դաժան կատակները չեմ հաշվում, որ կարող է առաքինի մորից հակառակ ծնվի եւ հակառակը լինում, բնության մեջ այդպիսի բաներ լինում, բայց ուշադրություն դարձրեք հետագա ձեր ընտրությունների ժամանակ։ Հիմա այսպիսի մի բան կա, ուրեմն Նետանյահուն 6 օր, չկնեք 5 օր մնալու է Բաքվում։ 5 օր այս ընթացքում ցանկացած այցելության ժամանակ, կառավարական այցելության ժամանակ կարող լինի 1 օր, նույնիսկ կարող է 1 գիշեր, ասենց ասեմ, հա։ Եթե շատ երկար կարող 2 գիշեր, ոչ մի երկրի ղեկավար այլ երկրում, եթե իհարկե ասենք դիչինը, ՄԱԿ-ի գաղտնաժողով չի, որ գնան ասենք 3-4 օր մնան, հա։ Բոլոր տեսակի այցելությունները մաքսիմում եթե մեծ ծրագիր ունեն, ես ավել բան չեմ հիշում պրակտիկապես էլի։ Այն էլ անենց երկրի հետ, ոնց որ Ադրբեջանն է։ Այդ Ադրբեջանի հետ հաստատ ասենք, չգիտեմ, աշխարհակարգը քննարկելու խնդիր չկա, չէ՞։ Ինքը աշխարհակարգի մեջ 0 նշանակություն ունի։ Բայց Նետանյահուն 5 օր պետք է մնա Բաքվում։ Ինչի։ Ես ուզում եմ բանորով հերթականության գամ։ Ընդհանրապես մի շաբաթ առաջ էր, մի շաբաթ էլ չէ, մի 4 օր առաջ էր, որ Բանդար Աբաս այդ նավահանգիստը ռմբակոծվեց, չռմբակոծվեց, պայթեց։ Ու ասեմ առ այսօր վառվում ամբողջ այդ տարածքը, չեն կարողանում հանգցնել այնքան մեծ է։ Հետո հայտարարություն տարածվեց իրանական լրատվամիջոցներից, որ դա բանի Իսրայելի կազմակերպածն է։ Չնայած առաջին օրն եմ ասել, որ դա կարող անել բացառապես մենակ Իսրայելը, ու դա իր ձեռագիրն է։ Իսրայելը ինչու դա կարող անել, որովհետև եթե նույնիսկ լինի հարձակում Իրանի վրա, մեծ մասշտաբ պատերազմ չի լինելու, նման տեխնոլոգիաներով է լինելու։ Սա կետային հարվածներ, դիվերսիաներ եւ այլն եւ այլն։ Ու դա շատ նորմալ տրամաբանման մտնում է Իրանի նկատմամբ հնարավոր պատերազմի սցենարի մեջ, բայց հիմա, ասեմ դրանից բացի, Նետանյահուն 5 օր Ալիևի հետ ինչ-որ մի բան պետք է քննարկի։ Սա շատ վատ է մեր համար, ու Իրանի համար, շատ վատ է մեր համար ինչ առումով, որ այն աստիճանի է զարգանում իրանց հարաբերությունները Իսրայելի եւ Ադրբեջանի, որ իրանք իրար հետ 5 օրվա քննարկելու թեմա ունեն։ Անկախ նրանից դա ում դեմ է ուղղված, եթե նույնիսկ մեր թշնամու դեմ ուղղված լիներ, ասենք, չնայած բան չկա, բայց միևնույն է, իրենց հարաբերությունների այդ մակարդակը, այդ խորությունը վատ է մեզ համար։ Շատ վատ։ Հիմա բայց ամենայն հավանականությամբ դա ուղղված է Իրանի դեմ պլանավորվող հարձակումների եւ հնարավոր պատերազմի համար։ Ես երբեք չեմ հավատացել, որ Իրանի նկատմամբ հնարավոր է լայնամասշտաբ պատերազմ երբևէ մի օր լինի։ Ես միշտ ասել եմ դրա։ Իրանը խոսքից մի քիչ ճանաչողները հասկանում են, որ դա դու պրակտիկապես հնարավոր չի շահել այդ պատերազմը, ասենց ասեմ։ Երկկողմանի ահռելի կորուստներ կարող ունենա։ Իրանը Ռուսաստան չի։
Իրանը շատ ավելի երիտասարդ երկիր է, մեծ բնակությամբ, լավ զինված, կարող է զենքերը կատարյալ չեն, բայց նույնիսկ ասեմ երիտասարդների քանակությունը շատ է, զենքը ինչքան ուզես, եւ ինքը հանձնվող պետություն չի։ Եվ վերջո այդ երկիրը 3000 տարի նույն տեղում, նույն քարտեզով կա։ Ձեզ թվում է ինչա։ Իսրայել չի եղել, կողքները ավելի հզոր տերություններ չեն եղել, Պարսկաստանի հետ պատերազմով չէ, բայց բացել։ Իրանը կա, այդ երկիրները չկան։ Հիմա Իսրայելը 5 օր քննարկելու է։ Մենք Հայաստանում տեսեք ինչ են քննարկում։ Համարը ոչ իմ։ Մենք նույնիսկ չգիտենք ընդեր ինչի մասին են խոսում։ Նույնիսկ այս թեման չի արծացվում մեր քաղաքական քննարկումների հարցազրույցների մեջ։ Ու նայում ես, թվում է, սա Հայաստանին չի վերաբերվում։ Եվ ընդհանրապես թվում է Հայաստանին ոչ մի բան չի վերաբերվում, ինչ որ կատարվում աշխարհում։ Ես այսօր վերջում մի մարդու մասին անպայման խոսելու եմ, որ երևի այդ եզակիներից էր, որը այլ տեսանկյունից էր նայում ամեն ինչի, խոսքը Իգոր Մուրադյանի մասին է։ Հա? Բայց այդ նման գլուխները, նման մարդիկ, հասարակության մեր հայկական իրականության մեջ շատ քիչ են։ Հիմա ես նայում եմ, արդեն սա երկրորդ օրն է միջոցառած հանդիպման, ես դա երեք էի տեսել, բայց մտածեցի եւի չափազանցություն է, այսօր էլ տեսա, հետո մի քանի դեպքեր եմ համադրում, հասկանում եմ, որ այդ իմ բացառած պատերազմը շատ հնարավոր է որ լինի, ես չգիտեմ ինչ ֆորմատով կլինի, բայց 5 օր մնալ Բաքվում նշանակում է պայմանավորվում են բացառապես ցամաքային գործողություններ կամ Ադրբեջանի տարածքներ հարված դեպի Իրան, որի ընթացքում կարող է ձեռք բերվի նաև նախբանում համաձայնություն, որ քանի որ Իրանը զբաղված է լինելու պատերազմով, կարող է գրավել նաև Սյունիքը, այստեղ է վտանգողությունը, հա, եւ այդտեղ Իրան կոմպրոմիսի գան, ասեն հա, ես ասեմ ավելին, դրան Թրամպը ոչ մի բան չի ասելու, հա կամ չէ, ոչինչ չի ասելու։ Նիկոլը ընդհանրապես դրա հետ պրոբլեմ չունի, Նիկոլը մենակ մի խնդիր ունի, հնարավորինս երկար մնա իր աթոռին, նույնիսկ եթե իր աթոռը դրված է լինելու բացառապես Բաղրամյան 26-ի տարածքում, այդ մի կիլոմետր քառակուսին է թողեն իրան ընդ աթոռով, ինքը դրանով երջանիկ է, ինքը դրանով բավարարված է, թքած Սյունիքի էլ, բանի էլ, Գեղարքունիքի էլ, ամեն ինչի վրա, իրան թեկուզ մի քառակուսի կիլոմետր մնա, ինքը մնավել են որպես բան, չգիտես էլ ինչ ասես դրան, դա իրան բավարար է։ Ու Թրամպը չի կանցնելու սա։ Թրամպը ընդհանրապես թքած ունենա այնտեղ ինչ է կատարվում։ Կարևորը իր կողմից հարգված ու սիրված Նետանյահուն գոհա, իր կողմից հարգված ու սիրված Էրդողանը գոհա, դե Ալիևը գոհա թե չգոհա դա երբ այդքան իրան էական չի, կարևորը իր գործընկերները մանավանդ Պուտինն էլ գոհ լինելու, հա, ինքը դա խնդիր չի չունենալու։ Ու մենք այսքան տեսնելով հանդերձ ամբողջ մեդիան, չգիտեմ, արտաքին գործեր պետք է ասեմ, ինչ ուզում ալի, կուսակցություններ ասեմ, չկա այն զանգերը խփող, չգիտեմ, Հնդկաստանին զենք բերելու համար, Ֆրանսիային զենք բերելու համար, ինչ որ մի բան անելու համար, էլի, որ ինչ է կատարվում։ Մեզ ինչ է սպասում, ինչ մի բան չկա, գրություն։ Հիմա այսօր երկրորդ օրն է, ասեմ արդեն երրորդ օրն է։ Երկրորդից երևի կգնա եւ ինձ թվում է շատ շուտով տեսնենք այս հարձակումը երբ է լինելու ու իր ձևով, օդային միայն, թե նաեւ տեղով ցամաքային, թե կետային, հա։ Չնայած նույնիսկ ասում ես բացառում եմ երբևէ ցամաքային գրով, հա, բայց ով է իմանում, բայց այս գործողությունները անտեսեն չի կարելի, մենք առնվազն պետք է տեղյակ լինենք։ Հիմա ես Ամերիկայի Միացյալ Նահանգների մի հատ բանի մասին եմ ուզում ձեզ տեղեկացնեմ, որը կատարվել է։ Լսենք մի հատ։ Пострадали от азербайджанского режима. Но, как мне объяснил советник конгрессмена, ну, они очень дипломатично, американцы, разговаривают, вот он примерно сказал такую вещь, что, ну, к сожалению, армянские организации не могут договориться между собой, было бы логично, чтобы и те люди выступили, ну, как представители правозащитных организаций, и вы выступили, то есть я и армянские солдаты, которые пострадали от режима Азербайджана, и заодно был бы поднят вопрос и Рубена Варданяна, и всех остальных. А сейчас получается что? Значит, организация ANCA, они продвигают исключительно, получается, дело Рубена Варданяна,
А как бы вот другие отходят на второй план. Как мне еще вот этот советник конгрессмена тоже как-то так прозрачно намекнул. Ну, говорит, я, говорит, конечно, не знаю, говорит, я не армянин. А он вообще, если честно, по национальности китаец. Но, говорит, у меня создалось такое впечатление, что они очень боятся, что на фоне меня и простых армянских солдат как-то немножко в тени окажется имя самого Варданяна, а ANCA, вот это Анка, то, что, да, они стараются двигать, в общем-то, в основном его дело, да. Ուրեմն կարճ չեմ ուզում ամբողջ տեսանյութը ձեզ ցույց տալ, հիմա կարճ թարգմանեմ մանավանդ մեր սփյուռքահայ ընկերների համար ինչ է եղել։ Եվ այսպես դաշնակները ոչ միայն Հայաստանում են քայքայման գործունեություն զբաղվում, այլ նաև արտասահման ու Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Ուրեմն կոնգրեսում պետք է լիներ լսումներ, որտեղ պետք է մասնակցեր սինկերը Լապշինը երկու հայ գեզիների հետ հայ գերիներով առաջի այն բանով հոսքով ազատ են արձակվել ադրբեջանական գերությունից եւ իրան երեքով պետքա պատմեն ինչա կատարվում Բաքվի բանտերով ռազմագերիների հետ մի խոսքով պետքա ներկայացնեն կոնգրեսին այդ լսումների ժամանակ մի խոսքով սպասել այդ հրավերին եւ լինելու օրը ժամը բան որ արդեն տղաները զինվորները նախկին գերիները պետք է Հայաստանից գնային ինքը պետք է Անկասանից գնալ Պատմողյան զանգում են դրից, այդ ով է կազմակերպիչն է, ասում է այդ բանը հայ դատի գրասենյակ ամեն ինչ արել է, որպեսզի զեկուցը այն ինչ որ նախատեսված է ժամը լինի ոչ թե հայ գերիների մասին, այլ զեկույց կարդա Ռուբեն Վարդանյանի դատապաշտպանը։ Այսինքն այդ ամբողջ խնդրի մեջ ներկայացի ոչ թե ինչ պետություն Ադրբեջանը ռազմական գերիներ ունենք այնտեղ, զինվորներ ունենք, հա Այլ Ռուբեն Վարդանյանն է։ Հիմա տեսեք։ Ու հետագայում ինքը հետո պատմում է, որ նույնտեղ ունեմ ելույթ անենալու Իսրայելի կողմից մի աղջիկ, որը եղել է գերության մեջ համասի մոտ, ու այդ աղջիկը ասում է, աշխարհում էլ կետ չկա, որ իր պատմությունը պատմած չլինի։ Սովորական գերու պատմությունը եղել է գերի, հետո ազատվել է, չէ՞։ Ու ամբողջ իր այս ինքը ճանաչվել է անցած տարվա 100 ամենաազդեցիկ մարդկանցից մեկը։ Ինքը ոչ մեկը, ուղղակի գերի է։ Բայց հրեական համայնքը իր ներկայացնում է տարբեր հանդիպումների ու պատմում է ամբողջ աշխարհին թե ինչ հրեշներ են Համասի ժողովրդացին։ Համասին կոտորում է Իսրայելը, ոչնչացրել ամբողջ տարածքը։ 50-60 հազար մարդ է սպանել, այնտեղ ոչ մի բան կանգուն չկա, բայց այդ մի աղջիկը իր անձնական պատմությունով ճանաչվել է տարվա ամենաազդեցիկ 100 մարդկանցից մեկը։ Մա ինքը ինչ ասում։ Ասում է ինչքանով հասկանում բոլոր նման միջոցառումների ժամանակ, երբ որ Հայաստանը ռեալ էթնիկ զտումներ, ռազմագերիներ, ցեղասպանություն ինքը կարող է բոլոր այդ արտակները պայթեցնի Ադրբեջանին։ Հայաստան եթե շանս են տալու խոսալու, ինքը բերում է շատ ներ խնդիր, որ դա Ռուբեն Վարդանյանի խնդիրն է, ոչ թե հայ-ադրբեջանական, ոչ թե ցեղասպանություն, ոչ թե էթնիկ զտումներ, ոչ թե Ղարաբաղի դատարկումը, ոչ թե ռազմական հանցագործություն, սա է անում հայ դատի գրասենյակը Ամերիկյան Միացյալ Նահանգները։ Հիմա տեսեք։ Ինչով ավտանգավոր, երբ որ նման տեղերում խոսեն էթնիկ զտումներից, ռազմական հանցագործություններից, եւ դա ում պետք չի։ Դա պետք չի այն երկրներին, մասնավորապես Ռուսաստանին, Թուրքիային ու Ադրբեջանին։ Իրանց պետք չի, որ որևէ տեղ, դա Նիկոլ Փաշինյանը դա մասին չի խոսում։ Էթնիկ զտումներ, բան, ցեղասպանություն, ոչ մի բան, ռազմական գերիներ, ոչ մի բան։ Որովհետև եթե էթնիկ զտումները նշանակում է Ռուսաստանը մանդատ ուներ այնտեղ պահելու, ռուսական զորքերը այնտեղ էին, նշանակում է իր աչքի առաջ խոսում է, ոչ թե դա մենք չենք խոսալու մարդիկ չգիտեն, չէ, մարդիկ գիտեն, բայց դա մասին խոսալը նշանակում է նույնիսկ ցույց տալ, որ Ռուսաստանը համացեղասպան էլի երկիր է, հիմա, եթե 100 տարի առաջ Թուրքիայում էր, հիմա Արցախում, որ Ադրբեջանն է ցեղասպան, որ բարդացում են Նետանյահուի գործը, հա, ու այս նույն կենտրոնին ծառայող, նույն կենտրոնին, ռուս-թուրքական դաշինքին ծառայող էլի հայ դատը։ Հիմա բնականաբար էլի կասեն, չէ, ախր հայ դատերը ուրիշ գործունեություններ անում, էս էլ անում, են անում, իհարկե անում է։ Ինքը չի ասում, մենք չենք գնում
Ոչ մի բան չենք ներկայացնում, բայց գնում է այն մասնա ներկայացնում։ Հիմա որտեվ ձեզ կհամոզեմ, ով հավատում հայդատի, կասեն, բայց Ռուբեն Վարդանյանը մեծ հեղինակություն է, հա, իր մասին խոսալ ավելի մեծ արձագանք է։ Ես էլ ասում ոչ, Ռուբեն Վարդանյանը այդ գեյներից մեկն է։ Որտեվ երբ որ դու անձնական ես դարձնում խնդիրը, դա դառնում է Ռուբեն Վարդանյանի խնդիրը։ Երբ որ դու ամբողջ ազգի դեմ ուղղված հանցագործություն ես ներկայացնում, Ռուբեն Վարդանյանն էլ է մեջը։ Բայց դա արդեն ուրիշ մասշտաբ ունի։ Այստեղ է հիմնականում հենց դաշնակների կեղտոտ խաղը միշտ եղել, պահանջատիրությունը վերածել ցեղասպանության ճանաչման, էթնիկ զտումը վերածել Ռուբեն Վարդանյանի ձերբակալման խնդիր։ Էլի նույն կեղտոտ ձեռագինը, նույն կեղտոտ խաղերը։ Այնպես որ հարգելի հետևորդներ, ովքեր կարող ծանր են տանում իմես քննադատությունը, բայց սա է իրականությունը։ Սա նոր բան չի, նորվա ծնված բան չի։ Հայդատի ամբողջ գործունեության ընթացքում նույն այդ համբարյան կոչվածը, որ դուք ուշադիր լսեք իր ելույթները, երբեք Ռուսաստանին ոչ մի քննադատական խոսք չկա։ Ամեն ինչում գիտեք ով է մեղավոր։ Նույնիսկ Թուրքիան չէ։ Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Ամեն ինչում մեղավոր է Արևմուտքը։ Ոչ Թուրքը, ոչ Ռուսը իրանք իրականացել սա, չէ։ Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Եթե հնարավորություն կա Թուրքիային շրջանցելու, շրջանցում է։ Սրանց գործունեությունը լավ է, չգիտեմ ոնց հասածում։ Գիտեք տերմինոլոգիա կա, վերբալ անալիզա կոչում դա, էլի։ Նույն բանը կարող ես նկարագրել, նույն բանը։ Բայց այնպես որ մարդիկ դեռ ուրիշ տպավորություն ստանան։ Նույն բանը։ Տեսեք, կա գերիներ, չէ՞։ Ադրբեջանի խնդիր կա, չէ՞։ Հիմա նույն բանը խոսում են, ոչ թե երկու զինվորներ ներկայացնում, որ ավելի տպավորիչ լինի, այսինքն մարդիկ, որոնք գերի են եղել ընդեր, որոնք կարող են պատմել իրենց օրինակի հետ, որ շատ ավելի տպավորիչ է անմենջական, իրան գալչկի համար, այսպես, ցիտիկի համար տանում են փաստաբան, որ փաստաբանը խոսալ, լսեք, փաստը դա դատարան չի։ Դատարան չի։ Ռուբեն Վարդանյանը դատում է Ադրբեջանում, ոչ թե կոնգրեսում։ Դա դատարան չի։ Ինքը բանի մեջ փաթեթավորման ոնց որ թե հայի մասին է խոսքը, բայց լրիվ ուրիշ ֆորմատի մեջ, այ մանիպուլյացիան, այ հենց դեռ է կատարվում։ Որի մասին ես չեմ կարող ուղղակի չխոսալ, անկախ նրանից ով կներանա, ով չի ներանա։ Որտեղ այդ նեղացողները կամ չեն հասկանում ինչի են նեղանում, կամ իրանք համաձայն են դրա հետ։ Հա, որ այս խնդիրը հայ-ադրբեջանական խնդիր չի, որ մենք ռազմագերիների մասին կարող ենք մոռանալ, կարևորը Ռուբեն Վարդանյանն է։ Առանց առանձնացնելու, առանց չկարևորելու Ռուբեն Վարդանյանն, ասում եմ, սա ազգային խնդիր է։ Ռուբեն Վարդանյանը այդ ամբողջ բանի մեջ ընդհանրապես մեկ ներկայացուցիչ է այնտեղ։ Գնակարիչ։ Եվ այսպես։ Ես որ ասում սա ոչ մի բանով չի խանգարելու մեզ։ Դոնալդ Թրամփը պնդում է, որ ինքը կանգնեցել է Պուտինին, որ ինքը ավելի մեծ բան չունի, թափով չմտնի Ուկրաինա։ Դուք պատկերացնում եք։ Դոնալդ Թրամփը համոզել է, կանգնեցել է բանին, սառացել է Պուտինի, որ նա չգրավի ամբողջ Ուկրաինան։ Սա խոսում է մի մարդ, որ 100-ով մեջ կարողացավ տապալել ամերիկյան 80 տարիների ձեռքբերումը, որը մեկ օրվա մեջ պետք է կանգնացնել պատերազմը 100 օր անց է, նույնիսկ ինքը չգիտի ինչա պետք անել, բայց ինքը ասում է ես կարողացել եմ կանգնացնել, ես այնպեսի ճնշում եմ ձեր լսեք, խելագարվելու բանը։ Դուք չեք պատկերացնի ինչ ճնշումներ են գործածում Ռուսաստանում, դուք չեք պատկերացնի, դրանք իմ հետ գործ ունեն, դուք չեք պատկերացնի, ես ինչ դուք չեք պատկերացնում, ասում ես, մեծ ճնշում եմ ասում։ Ասում եմ մի օրինակ ասա, ո՞րն է ճնշումը, չէ, մենք մեծ ճնշում ենք անում։ Prime Minister understands that better than anybody. He wouldn't be talking right now. He's talking, and we're putting a lot of pressure. I think. Premier Minister-ն էլ հասկանում, Պուտինն էլ հասկանում, պետք է խոսա ասում է։ Պետք է խոսա հիմա։ Հա, ասեմ ինչա խոսում Premier Minister-ը։ Premier Minister-ը ասում է Մեդվեդևը։ Չէ, Մեդվեդևը չի իրենից։ Իրանք ասում են խոսքով ռուսական թեման ասում, այո,
պետք է տակ ամբողջ Ուկրաինան, պետք է այնտեղ մեր խոսքով դենացիֆիկացիա արվի Ուկրաինայի, դեմիլիտարիզացիա պետք է արվի։ Իրանք ասում են։ Չէ, մենք մեծ բանենք ճնշում ունենք իրանց վրա, ճնշում են գործադիրին։ Հիմա սա ի՞նչ եք կարծում։ Սա բանը Հայաստանի հայացումը տալուց է, երկրորդ։ Սա պետք է կանգնացնի Էրդողանին կամ Նետանյահուին այս իրանց սպասվող գործողությունների մեջ իհարկե ոչ։ Բացարձակապես։ Եվ այս ամեն ինչը չտեսնելու համար կամ քաղաքականապես կատարյալ կույրապետ լինել կամ ուղղակի սրանց գործակալներից մեկը։ Ես ուրիշ պատասխան չեմ տեսնում։ Ես միշտ ասել եմ հայերի մեջ հիմա չկա։ Եթե հիմա ձևանում ուրեմն վարձկան։ Այսքան բան։ Հիմա վերադառնանք Հայաստան։ Վահագն Խաչատուրյանի։ Ասեմ ինչ։ Այսօր Հայաստանի նախագահի ծնունդն է, ի՞նչ կմաղթում նրան։ Վահագն Խաչատուրյանի։ Ասեմ ինչ։ Որ սատկի դրա նման են չի լինի։ Վահագն Խաչատուրյանի ծնունդն է, ինչ կմաղթեք։ Մտածես, սատկի ու դրա նման են չլինի։ Երեք հայկական հասարակության մեջ ես իմ դիտարկումներն անում, ես չեմ հիշում, որ մենք երբևէ մեկին մահ ցանկացած լինենք։ Հա, վերջի 1-2 տարվանից բացի։ Նույնիսկ Սերժ Սարգսյանի որ ատում էին, զզվում էին բոլորը, որ պատրաստ էին Փաշինյան Նիկոլ ընտրել 2 անգամ որ Սերժը չեղա։ Սերժ զզում է, բայց Սերժի մեռնելը, սենց ես չեմ հիշում։ Կարող ասենք 7 տարի արդեն անցել է, ես չեմ հիշում, բայց իրոք ես չեմ հիշում, որ ժողովուրդը հենց Սերժի կամ իր հետ ասոցացվող մարդկանց մեռնելը ուզեր։ Ես ասում եղել է խորքային ատելություն, զզվանք։ Եղել է։ Հիմա են կա, բայց որ դրանց մեռնելը ուզեն, ես չեմ հիշում։ Սա երկու կողմանի պրոբլեմա իշխանության համար, որ իրանք պետք է հասկանան բան, որ պահին իրանք չեղան իշխանություն, այս մարդիկ կան ու մնալու են։ Ով է երաշխավորելու, որ սա չեն իրականացնելու։ Երկրորդը, որ նման ատելության աստիճանի հասցրած ժողովուրդը շատ երկար ժամանակ է պետք ինքը որ գա հետ իր նորմալ վիճակին, այսինքն հաջորդ կառավարությունների գործերը շատ դժվար է լինելու, շատ, որովհետև էներգիայի պահպանման օրենքը բանա, ինքը իր օրենքներն ունի, այսինքն եթե մի բան շատ շիկացած է, դրա միանգամից սառեցնելը կարող կոտրի այդ մետաղը, թողես ինքնին շահի բանա, սառի երկար ժամանակատեմում կարող է դեֆորմացվի։ Այսինքն այս հոգեվիճակը, այս ատելությանը շիկացած մթնոլորտը ոչ մի լավ բանի չի բերելու, ոչ այս ատողին, ոչ կառավարությանը, ոչ հաջորդ կառավարություններին, ոչ երկրին, բայց այս ամեն ինչը նաև իր պատճառներն ունի։ Այսինքն ես չեմ ուրախանում, որ ժողովրդի մեջ այս իրանց սանս մեռնելը տեսնելու ցանկությունն այսքան մեծ է, չէ՞, ես ընդհանրապես արձանագրում եմ եւ հասկանում եմ նաև, որ սա վնաս է հենց մեզ բոլորիս համար, բայց մենք այդտեղ մեղավոր չենք, այս բարեկամ սա մեզ պարտադրված վերաբերմունք է։ Մեզ պարտադրված է իրաց ամենօրվա գործերով, այսօր Արթուր Խաչատրյանի նկատմամբ, Արթուր Չախոյանի նկատմամբ կատարված նույն սցենարից է, այն Արթուր Խաչատրյանի գործողությունները ժողովրդին ապուշի տեղ դնելը նույն սցենարից է, իրանք ամեն ինչ անում են հնարավորինս, ամեն ինչ անում, որ սա լինի։ Սա արդեն փաստ է կայացած։ Բայց ես սա վրա ուրախ չեմ։ Ոչ թե ես ուզում եմ, որ Նիկոլ Փաշինյանը փրկվի կամ ԿՊ-ականները, չէ, ու դա իմ ուզելով չուզելով չի, որ փրկվելու են կամ չէ։ Ոգե շիկացած այդ մահվան կանչելու այս բանը ոչ մի լավ բան չի բերելու մեզ։ Ոչ մի։ Բայց նույնիսկ եմ ասում, կա ինչ որ կա։ Հիմա ասում եմ կարճ։ Այս մեծ մարդու մասին խոսել, Իգոր Մուրադյանի։ Իգոր Մուրադյանի մասին դեռ պիտի գրվեն գրքեր, պիտի նկարվեն կինոներ, լուրջ վերլուծություններ, իր անհրաժեշտությունից եւ իր ընդհանրապես մեկը վերցնել է քաղաքական բոլոր
հայտարարությունները, ասուլիսները հավաքի սարքի կոմբան էնցիկլոպեդիա, հանրագիտարան քաղաքական ու դնի։ Ինչ եմ ասում։ Իրացոնը 3 էր, ես 3 ուրիշ բաների մասին էի կենտրոնացած, մոռացա շնորհավոր էի։ Թամենը 2 օր առաջ իրացոնը, արդեն 2 օր առաջ։ Ինչ եմ ասում, ես մի անգամ եմ իր այդ երկար ճանապարհ գնացել, մի ամբողջ օր ենք իրար հետ անցկացել բանտում, հա էլի, բանտում կարելի ասել, բանտ չէ, կներեք, որտեղ են որ բերման են ենթարկում, ոստիկանություն, Գյումրի։ Դա Ավետիսյանների սպանդի հետո, երբ որ մենք շիկացավ իրավիճակը, բռնել էին ու հանձնել էին ռուսներին, Պերմյակովին։ Մի խոսքով, մենք ընկերներով գնացինք այդ ժամանակ հիմնադիր խորհրդարաններ եւ մեքենայի մեջ ես էի Վալուժան Ավետիսյանն էր, Իգոր Մուրադյանը եւ Թեյմին Ենոքյան լրագրող, հա։ Ամբողջ ճանապարհին ինքը նկարագրում էր հայաստանյան իրավիճակը, որի շատ բաների հետ դες մեքենան ես էի քշում, սոկի լսում էի, համեն լսում էի էլի։ Վալուժան Ավետիսյանի հետ շատ հարցերում համաձայն, շատ հարցերում կատեգորիկ համաձայն չէ, ես էլ զարմանում էի, այս ինչ հայացք է, որ ասենք դեսեք բնականաբար ես իմ կարծիքն եմ ամեն ինչի մասին, բայց լսում եմ իրենք ինչ են խոսում, հարգելով երկուսին էլ, ռահվիրանել կողքս խոսում են։ Իրա այս լրիվ անկյան տակ այս նայելու, այս քաղաքական process-ներին նայելու ունակությունը, այն ժամանակ ուղղակի անկեղծ եմ ասում ես ունակ չէի մարսելու։ Ես հիմա եմ այդ ամեն ինչը հիշում, հիմա եմ ամեն ինչը հետ արդեն անցել է քանի տարի, 10 տարի։ Հիմա եմ այս ամեն ինչը հետ գնում, հետադարձ հայաց նայում, ասում եմ Երանի հիմա լիներ հնարավորությունը այդ հարցազրույց անել։ Իրա կարծիքի իմանալ այս ամեն ինչի մասին։ Ես հատուկ եմ իրա մասին հիմա խոսում, որ որպես հայկական քաղաքական մտքի գիգանտ, հայկական քաղաքական պոտենցիալի լավագույն ներկայացուցիչ։ Ցավոք ես ասում եմ, շատերը ես ամենալավը չի, որ ես իրան ճանաչում։ Այսինքն մարդիկ կան, որ ինձանից հաստատ լավ են ճանաչում, ավելի շատ բան կարող են պատմել իր մասին։ Ես ընդամենը իմ տպավորությունն եմ ասում։ Իմ տպավորությունն է, երբ որ 10 տարի առաջ իր խոսացածների 20% իմ համար նույնիսկ մարսելի մատչելի չէր։ Սա ես ուղղակի խոստովանում եմ, որ իր պատկերացումները, իր տեսադաշտը քաղաքական իրավիճակի Հայաստանի շուրջ, ինչ է լինելու, ոնց է հեսա Ադրբեջանը հարձակվելու, Արցախը ոնց է խլելու, սրանք ինչ են անելու, բոլոր պատկերացնեք սա ընդամենը 15 թիվներ, 15-ներ կարծեմ, 15 թիվներ կամ 14, երևի դուք ինձ կուղեք, Ավետիսյանների սպանությունը երբ է սպանդը, կարծեմ 15 հունվար, հունվարի 19-ին մենք մի ամբողջ գիշեր հենց ոստիկանությունում էին, ես բնականաբար, ման ենթարկեցին փողոցից ես մեքենայի մեջից, ամբողջ գիշեր անցկացրեցինք իր հետ, ու մեծ հումորի զգացում ուներ այդ ամեն ինչի հետ միասին նաև։ Ես հիմա ինչի ես կարևորեցի անպայման նաև խոսալ, որովհետև խոսացինք 5 օր Նետանյահուն ինչ անում Բաքվում եւ Հայաստանում դրա մասին չի խոսում, բայց վստահ եմ, որ ասենք Իգոր Մուրադյանը դրա բացատրություն տվել էր։ Վստահ եմ, որ ինքը արդեն տեսել էր շատ բաներ, որ նրա աչքերից վրիպել էր, որ ինքը նախորդ իր ունեցած ինֆորմացիաները համադրելով ինքը հստակ պատասխանը կտար եւ մենք ստիպված չենք ընկնի գուշակությունների գիրկը, որովհետեւ այս հայացքը, որ ինքն ուներ պատկերացումները իր քաղաքական անցուդարձի մասին 10 տարի առաջ իմ համար մարսելի չէին ուղղակի, հազնիվ խոսք եմ ասում, մարսելի չէին։ Իսկ երբ որ ստացնացարերն ապստամբեցին հուլիսի 17-ին, հուլիսի 19-ին դեռ ամեն ինչ sense թափի մեջ էր, ինքը ասուլիս տվեց եւ ասեց այս ապստամբությունը արդեն տապալված է։ Լրագրողները շոկահայր ասեն ոնց, հələ Սերժ Սարգսյանը հայտարարություն չէ 3 օր հանրապետական թիմը մեռած էր, գոյություն չուներ։ Ոչ մի հայտարարություն չկար։ Անես տպավորությունը Հայաստանում իշխանություն չկա։ Հայաստանում, ասենք, այդ ժամանակ այդ երկու շաբաթը բան էր, կրկնակի իշխանություն էր, մի հատ իշխանություն ՊՊՑ գնդում էր, մի հատ պետություն անկախ, մի հատ դրսում։
բայց առաջի 3 օրը ընդհանրապես իշխանություն չկար դրսում։ Իշխանությունը միայն ՊՊՑ գնդում էր։ Եվ ինքը երկրորդ, թե երրորդ օրն էր, ես բանավան հիշում եմ, որովհետև ես կոմպյուտեր, ես արդեն Ամերիկայի Միացյալ Նահանգներում էի, նոր էի տեղափոխվել, ու ասես տապալվել է, այս ապստամբությունը չի լինել, հնարավոր չի, ասեցին ինչի, ասեցին որովհետև հակառուսական իրական հայտարարություններ չկա։ Ես էլի նեղացա Իգոր Մուրադյանի վրա, բայց ասել են քաղաքական բանտարկելների ազատում, Սերժ Սարգսյանի հրաժարական բան, չէ՞ որ պայմաններ կար դրված, Սերժ Սարգսյանի հրաժարական, քաղբանտարկելների ազատ արձակում, որընտրություններ, բան, չէ։ Դա ապստամբության թեմա չի։ Եթե դու գաղութատիրության դեմ չես ապստամբում, դու չես ասում կոնկրետ քո նպատակը, իսկ թաքուն նպատակը դեռ այդ մասին կհայտարարես ցավոք նախավերջի զենքերը վայրդնելուց նախավերջի օրը Վարուժան Ավետիսյանը, որ հայտարարեց սա իմպերիայի, սա ռուսական գաղութատիրության դեմ այս ապստամբությունը։ Այսինքն եթե այդ խոսքերը ինքն էր ասում, դեռ երկրորդ օրը պետք է ասվեր։ Եվ ինքը ասում է, եթե չի ասում, սա տապալված է արդեն։ Եվ ինքը ճիշտ դուրս եկավ։ Երևի ուղղակի տղաներս մասին ուշ կամ գլխի կամ այտենց էր պլանավորված, ես չեմ կարող ասել, ես այդ մասին չեմ զրուցել իրենց հետ։ Բայց ուզում ասեմ նույնիսկ այդ ժամանակ ինքը ամբողջ Հայաստան ապստամբել էր, ՊՊՑ-ն գրաված, ինքն ասեց, չէ, տապալված ասեմ, մոռացեք, որտեղ իրական նպատակները մեծ մասշտաբի մեջ չի ասվել այսօր։ Ասվեց, բայց արդեն ուշ էր։ Հաջորդ օրը արդեն ստիպված էին այնքան վիրավորներ ունեն, այնքան խոցել էին դարձել, կամ բոլորը սպանվում էին, կամ ձեռքերը վայել էին, մեծ ուրիշ ընտրություն չկար այդ ժամանակ։ Ինչևէ, ծնունդը շնորհավոր մեծ ռաֆիրա, ցավոք հայկական իրականության մեջ այս մարդիկ կենթանության օրոք մնում են չգնահատված ու չլսված, հələ ոչինչ չգնա, չլսված, չեն լսում, կամ լսում են չեն հասկանում իմ նման։ Ես ուղղակի անկեղծ ասում, ես պատրաստ չէի ամեն ինչը մարսելու։ Մեր բոլորիս մեջ քաղաքական հասունության պատկերները մեծ ստենալու իրոք պակաս կար։ Ես ենթադրում եմ հիմա էլ կա, որովհետև հիմա որ մենք ազատ հնարավորություն ունենք այդ ինտերնետով շփվելու, այն ժամանակ չկար այդ հնարավորությունը, այսինքն հնարավորություն կար ինտերնետ, բայց ասենք այս պրակտիկան չկար, եւ լուրջ վերլուծաբաններ բնականաբար հեռուստացույցների առջև չէին հայտնվում եւ դրանք հասանելի չէին լայն մասշտաբների համար։ Ամեն շրջան իր Տոպիկ Սաֆարյաններն ունացել է։ Այն ժամանակա Վիկտոր Դալակյան, Գերամ, Արտաշես Գերամյան, ասեն ամիշտ եղել են այդ ճիճուները, որոնք մարդկանց ապուշացրել են, մոլորեցրել են, խաբել են։ Ցավոք եղել են։ Սա էր կարճ ուզում եմ ասել Իգոր Մուրադյանի մասին, ես ուզում եմ հուստ ունենամ, որ մենք այս մասշտաբի մտածողներ ունենք եւ ելի ունենալու ենք ու հաջորդիվ ավելի ականջալուր կլինենք իրենց խոսքերին եւ խորհուրդներին նաեւ։ Այսօրվա համար այսքան, լավ մնացեք։